Դատախազը 2 տարի 6 ամիս պահանջեց իշխանության զարթման կոչի համար մեղադրվող Միքայել arczepiskopos Աջապահյանի համար։ Միջնորդում եմ մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Հանցագործությամբ պատճառված գույքային վնասը առկա չէ, գույքային հայտ չի ներկայացվել, բռնագրավման ենթակա եւ արգելանքի տակ գտնվող գույք առկա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել քրեական գործի նյութերում, իրեղեն ապացույցները առկա չեն, կիրառված խափանամիջոցը թողնել անփոփոխ, մինչև դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելը, իսկ վարույթային ծախսեր առկա չեն։ Շիրակի թեմի առաջնորդին մեղավոր ճանաչելուց հետո դատարանը լրացուցիչ լսումներ էր նշանակել պատժաչափը որոշելու համար։ Սրբազան Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Ինքը Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում եւ այս ամենը որակում է որպես քաղաքական հետապնդում։ Փաստաբանական թիմը ամբողջ դատավարության ընթացքում եւս պնդում էր, որ գործընթացն ամբողջությամբ ապօրինի է եւ արդար դատավճիռ չի սպասում դատարանից։ Այս համար պարզ է նաեւ, որ մեղադրողը ազատազրկում է պահանջելու 2 տարի 6 ամիս դատարանն էլ հետո երևի 2 տարի կնշանակի այսպես հոգատարություն ցույց տալով կամ դատախազի հաստատի կհաստատի, դա կանխատեսելի է արտարժան դատարան։ Մենք այս դատարանում ցավոք արդարադատության զգացում չունեցանք։ Հայ առաքելական եկեղեցու, այսինքն մեր հայ ազգի կրոնի հոգևոր հավատքի ինքնություններից մեկն է, Շիրակի թեմի առաջնորդն է, եւ այս ամեն ինչը ասած ոչ մի ազդեցություն չունի։ Հասկանում եք, չէ՞, որովհետեւ քաղաքական կուրս է այդպեսի։ Որովհետեւ որ ասում եք քաղաքական չի, չմոռանանք, չէ՞, հոդվածը ինչ է, իշխանություն զավթելու բռնի գործ, ումով սկսեց այս գործը իշխանության ներկայացուցիչի հրապարակումից, եւ այդ իշխանությունը ասում է, որ այսօր եկեղեցին արժեք չունի, եւ հիմա այդ եկեղեցու վառ ներկայացուցիչներից մեկին դուք ապօրինի մեղավոր ճանաչեցիք, մեղադրողն եկել է այդ մասը ոչինչ չի ասում։ Իդեպ նախքան դատական լսումների մեկնարկը արդեն 3-րդ անգամ փաստաբանական թիմը բացարկ ներկայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանի նկատմամբ, որը կրկին մերժվեց։ Այս քրեական գործը հարուցվել է Սրբազանի ավելի քան 1 տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել եւ քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի եւ կաթողիկոսի դեմ։ Իրավաբանները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է հաջորդիվ մի քանի անգամ։ Սրբազանն էլ դատարանում բազմաթիվ անգամ նշել է, որ այս միտքը խոսքը հեղաշրջման անհրաժեշտության մասին է, նա վերջին 5 տարիներին բազմաթիվ անգամ ասել է, բայց չգիտես ինչու Սրբազանի խոսքերն են իրեն նոր հիշեցին։ Փաստաբանները այսօր դատարանի դահլիճում հենց հայտնեցին, որ դիմելու են մարդու իրավունքների եվրոպական դատարան արդարադատության համար։ Դատական նիստերը նկատենք անցնում են լեփ-լեցուն դահլիճում, մեծամասնություն են կազմում հոգևորականները։ Նիստի ավարտից հետո Նաթան arczepiskopos-ը լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց, որ այս ամենից տպավորություն է ստացել, որ իրական Հայաստանում փորձում են ընդամենը մեկ հեղինակություն ունենալ։ Օրհնեց, որ անարդարադատության ճարտարապետների զավակները երբեք նման բախտի չարժանանան։ Մեզ համար հայտնի է, որ Միքայել Սրբազանի այս ամբողջ դատական գործը եւ հիմնական մեղքը նրանում է կայանում, որ նա հայ եկեղեցու հոգևորական է։ Եվ պետք է հայ եկեղեցու հոգևորականին որևէ կերպ պատժել։ Ցավում եմ, որ մենք այսօր նման իրականության առջև են կանգնում այսպես կոչված իրական Հայաստանում։ Այսօր ծրագիրը Հայաստանյայից առաքելական եկեղեցին հեղինակազրկել, որովհետև իրական Հայաստանում միայն մեկ հեղինակություն կարող է լինել, մյուսները որևէ կերպ պիտի ոչնչացվեն, բայց թող մի բան իմանան,
Աստուծո տված հեղինակությունը մարդը չի կարող խափանել։ Խնդրեցեք եւ կգտնեք, բախեցեք եւ կբացվի։ Թե ինչ պատժաչափ կորոշի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտնի կդառնա արդեն շաբաթվա վերջին հոկտեմբերի 3-ին ժամը 17:30-ին։